Ողջունում եմ բոլորիդ հարազատներ ու ուրախ եմ, որ այս առիթ, այս առանձնաշնորհումը ունենք միասին Տիրոջը պաշտելու, միասին Տիրոջը փառաբանելու, աղոթելու, իր խոսքի մեջ լինելու ու սա իրապես մեծ առանձնաշնորհում է։ Գուցե տարիների ընթացքում այն դառնում է մեզ համար սովորական պաշտամունքը, կամ տարիների ընթացքում դե քարոզներ լսում ենք, դառնում է այդ ամեն բանը սովորական, չի ցանկանա, որ մենք նման մոտեցում ունենանք։ Ինչու, որովհետև ամեն օրը Տիրոջ հետ անցկացրած իր խոսքի մեջ փոխում է մեր ընթացքը եւ ձևավորում է մեզ նմանվելու Տիրոջը հասակին նմանվելու Տիրոջը։ Դա համար ամեն հանդիպում, ինչ որ ունենք Տիրոջ հետ, պետք է գնահատենք եւ դա ամուր պահենք։ Հիսուսի հետ քայլել, Տիրոջ հետ քայլել, հենց նշանակում է դա, ուրիշ բան չկա։ Այսինքն ինքը էֆորիկ զգացողություն չի, Տերը ֆիզիկապես ներկա չի, ստե որ ասենք ֆիզիկապես հետևում ենք, այլ Տիրոջ հետ քայլել կամ առհասարակ քրիստոնյա լինել, հենց նշանակում է դա։ Ամեն օր Տիրոջ խոսքի մեջ, Տիրոջը պաշտելու մեջ, Տիրոջը աղոթքի մեջ, Տիրոջը ժողովրդի հետ միասնական Տիրոջը ծառայելու մեջ։ Այնպես որ ուրախ եմ, որ այստեղ եք, թող Տերը ձեզ օրհնի եւ իմաստություն տա մեզ իր խոսքից առնելու այն ինչ որ Տերը իր կամքի անոտ պատրաստել է մեզ համար։ Ու այն ինչ որ լսենք, թող որ գործածվի իր անվան ու փառքի համար։ Շարունակելու ենք Մատթեոսի ավետարանի մեր սերտողությունը, մեր ընթացքը, որ արդեն իսկ ամիսներ ինչ սկսել ենք։ Եվ այսօր մի կարևոր թեմայի մասին ենք խոսելու, թե առհասարակ ինչու ենք հետևում Տեր Հիսուս Քրիստոսին։ Որն է դրդապատճառը, ինչն է այն մղիչ ուժը, ինչն է այն գուցե ցանկությունը, որը որ մեզ բերել է հետևյալ հասկացողության, որ ես ուզում եմ հետևել Տեր Հիսուս Քրիստոսին։ Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև գուցե մենք կարծում ենք մեր ընթացքը ճիշտ է, մեր մղումները ճիշտ են, սակայն ուզում եմ ասել, որ այսօր մեր շրջապատում շատ ենք տեսնում ու նույնիսկ մեր կյանքի ընթացքում իրավիճակների ենք հանգեցնում կամ իրավիճակների առաջ ենք կանգնում, որ մեր շարժառիթը, մեր փափագը Տիրոջը հետևելու ճիշտ չէ, ճիշտ մոտեցում չունի։ Մինչև բուն հատվածը նայելու, ուզում եմ խոսեմ մի փոքր Ջիմ Էլիոտի մասին։ Ջիմը ծնվել էր Ամերիկայում 1927 թվականին, իր ուսման շրջանակում բավականին փայլուն ուսանող էր, օժտված էր բավականին լավ ռետորական կարողություններով եւ շատերի տրամաբանությամբ այս երիտասարդը բավականին լավ կարողությունների տեր, կարծես մեկը ուներ փայլուն, կարծես ապագա, մարզիկ, երիտասարդ, ռետոր, հավատացյալ մեկը, որ սովորում է այդ բնագավառում եւ շատերը կարծում էին, որ ինքը լավ հովիվ կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բայց այնուամենայնիվ Էլիոտը իր սովորելու ընթացքում Տիրոջից այդ կանչվածությունն է առնում, որ ես պետք է գնամ ու ավետարանը քարոզեմ այն ազգերին, որոնք որ ավետարանը չունեն։ Այն ցեղերին, որոնք որ Աստծո խոսքը չունեն։ 1952 թվականին որոշում է կայացնում փետրվարի 21-ին թռնում է Էկվադոր Կեչուա ժողովրդին քարոզելու նպատակով ու սկզբնական շրջանակում այնտեղ միսիոներական մի բազա կար, հատված կար, որտեղ որ ապրում էր ջունգլիներում եւ ծառայում էր այս ժողովրդին։ Այդ ընթացքում նաեւ 53 թվականին հենց այդ տարածքում ամուսնանում է իր համալսարանի շրջանավարտի մի քրոջ հետ, Էլիզաբետ Հովարդի հետ։ Ու նորից իրանց հարսանիքը անցկացնում են այդ ջունգլիներում պարզ կերպով, պարզ ձևով։
Եվ այս ընթացքում նաև արդեն պատրաստվում էին, որ պետք է գնային մեկ այլ մի վայր Կիտոյում գտնվող, որտեղ որ կար մի այլ ցեղ, Աուկա ցեղն էր, բայց այս մարդիկ ընդհանրապես դաժան էին եւ նույնիսկ կառավարությունը խուսափում էր այդ ցեղի հետ որևիցե կապ ունենալու։ Այնուամենայնիվ երկար տարիներով պատրաստվելով, լեզուն սովորելով, Էլիոտը իր 4 ընկերների հետ 1956 թվականի հունվարի 8-ին գնում են այդ ցեղի մոտ հանդիպելու, խոսելու։ Ես սկզբնական շրջանում ամեն բան խաղաղ էր, ամեն ինչ նորմալ էր եւ կարծես թե որևիցե խնդիր, որևիցե հարց չկար։ Բայց հանկարծակի ուղակի այս ցեղը հարձակվում է ու 5-ին էլ սպանում են։ Պատկերացեք, այդ Էլիոտը ընդամենը 28 տարեկան էր, որ այս ամեն ինչը տեղի ունենում։ Հատկանշական է այն, որ Ջիմի կինը տարիներ անց այնուամենայնիվ շարունակում է այդ ազգին ծառայել ու վերջիվերջո Աստված այցելություն անում է ցեղի մարդկանց ու նրանք դարձի են գալիս, ներողություն են խնդրում այն ամեն ինչի համար, որ ինչ որ արել են, նույնիսկ այդ վայրագության համար, որ իր ամուսնու եւ մնացած միսիոներների նկատմամբ կատարել էին։ Գիտեք ինչի եմ պատմում այս պատմությունը, որովհետև Ջիմը հասկանում էր, թե տերը ինչ բանի է իրան կանչել եւ հասկանում էր այն գինը, որ գուցե պատրաստ է վճարելու Հիսուսին հետևելու համար։ Մենք նույնպես որպես քրիստոնյաներ պետք է հասկանանք, թե Հիսուսին հետևելը ինչ գին է արժենալու, Մարկոսի ավետարանում շատ ենք տեսնում այդ շեշտադրումը, եւ սա որոշ առումով ցույց է տալու, թե ինչ նպատակով ենք մենք հետևում Հիսուսին։ Որն է մեր շարժարը, թե ինչ ենք պատրաստ գրելու Տիրոջը հետևելու ճանապարհի շրջանակներում։ Դրա համար խնդրում եմ բացեք Մատթեոսի ավետարան 8-րդ գլուխ, կընթերցենք 14-ից 22 համարները եւ հետո ավելի մանրամասն կանդրադառնանք այս հատվածներին։ Մատթեոս 8 14-ից 22 համարները։ Մատթեոս 8 14-ից 22։ Երբ Հիսուսը Պետրոսի տուն եկավ, տեսավ նրա զոնքաչին, ջերմության մեջ պառկած։ Հիսուսը բռնեց նրա ձեռքից ու ջերմությունը նրան թողեց։ Նա վեր կացավ ու ծառայում էր նրանց։ Երբ երեկո եղավ, Հիսուսի մոտ շատ դիվահարների բերեցին եւ նա խոսքով հանեց ոգիները ու բոլոր հիվանդներին բժշկեց։ Որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասվածը, նա մեր հիվանդությունները վերցրեց ու մեր ցավերը կրեց։ Երբ Հիսուսը տեսավ իրեն շրջապատող ժողովրդի մեծ բազմությունը, աշակերտներին կարգադրեց լճի մյուս կողմը անցնել։ Նրան մոտեցավ մի դպիր եւ ասաց. «Վարդապետ, ես քո ետևից կգամ, ուր էլ գնաս»։ Հիսուս նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները բներ, բայց մարդու որդին իր գլուխը դնելու տեղ չունի»։ Նրա աշակերտներից մեկը ասաց նրան. «Տեր, թույլ տուր ինձ գնամ նախ հորս թաղեմ»։ Հիսուս նրան ասաց. «Արի իմ ետևից եւ թող մեռելներին իրենք թաղեն իրենց մեռելներին»։ Աղոթենք։ Մեր Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս այս գեղեցիկ պահի համար, այս արդի համար, որ Հայր, արիթ ունենք խոսքդ կարդալու, առհասարակ խոսքդ ունենք, Տեր։ Ինչ որտեվ շատ ազգեր, շատ պետություններ դեռևս քո խոսքը չունեն։ Մենք այս հնարավորություն ունենք եւ այս ողորմությունն ենք ստացել քեզանից, որ կարող ենք խոսքդ կարդալ, Տեր։ Խոսքովը ճանաչեցրեցիր մեզ, քեզ ճանաչեցրեցիր մեզ, քո որդուն, որի միջոցով որ փրկություն ունենք, Տեր։ Եվ հիմա որպես եկեղեցի եկել ենք առաջը, Տեր, խնդրելու, որպեսզի դու այցելություն անես, ողորմես մեզ, ներես մեզ, սրբես մեզ, օգնես, որպեսզի խոսքիցդ առնենք այն, ինչ որ դու ես կամենում, որ սովորենք, Տեր։ Օգնի, որ մեր սրտերը քննելով քո առաջ, Տեր Աստված, վստահ լինենք, արդյոք ճիշտ շարժարիթով ենք հետևում քեզ, Տեր Հիսուս։ Արդյոք մեր փափագը դու ես, թե այն է, ինչ որ դու տալիս ես, Տեր։ Օգնի, որ մեր հայացքը իրապես միմիայն քո վրա լինի, Տեր։ Ու ապրենք քեզ փառավորելով։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Երբ որ խոսում ենք առհասարակ քրիստոնեությունից, պետք է հասկանանք մի բան, որ
Մեր կարիքը ոչ թե այն էր, ինչ որ Քրիստոս մեզ տալու էր, այլ հենց Հիսուս Քրիստոս ինքն էր։ Հետևաբար մենք պետք է հետևենք Քրիստոսին, ոչ թե նրա համար թե ինչ ենք ստանալու նրանից, այլ հետևենք, որտեվ ինչպիսին է նա, ով է նա։ Մեր Տերը ու մեր Փրկիչը, ում որ մեր կյանքը լիարժեք պատկանում է իրեն ու միմիայն իրեն։ Եթե մեզ համար Հիսուս Քրիստոս բավարար չէ, եթե մեզ համար Քրիստոսը բավարար չէ, մենք խնդրի մեջ ենք կանգնած։ Ինչի որտեվ մենք լիարժեք չենք հասկացել, թե ով է Տեր Հիսուս Քրիստոս մեզ համար եւ ով ենք մենք Տիրոջ առաջ կանգնելով։ Այս պատմության շրջանակում միասին նայելու ենք 3 սխալ պատճառների կամ 3 սխալ ընթացքի, որը որ կար մարդկանց շրջանակում այն ժամանակ ու կա նաև այսօր մեր շրջապատում եւ ժամանակ առ ժամանակ այն նաև արտահայտվում է մեր կյանքում նույնպես։ Դա մեր կխնդրեմ, որ միասին նորից ուշադրություն դարձնենք այս հատվածին եւ տեսնենք, թե Աստծո խոսքը ինչ է ասում։ Եթե հիշում եք, անցած կիրակիները մենք խոսեցինք Տիրոջ իշխանության մասին, որ նա ուներ, հիվանդությունների նկատմամբ միջև իշխանություն ուներ, Աստծո խոսքի նկատմամբ, որ նա էր հենց այն, ով որ տվել էր այդ խոսքը, ով որ մեկնաբանել էր, եւ շարունակության մեջ Մատթեոս ավետարանիչը անդադ ուզում է ցույց տալ իր ունկնդիրներին, որ այն ամեն ինչ, որ Տեր Հիսուս Քրիստոս անում էր, համապատասխանում էր իր ով լինելուն, իր առաքելությանը։ Հիսուս Քրիստոս հենց այնպես չէր ուղակի ձև ասած աճպարարություն անում, հրաշքներ անում, նշաններ անում, որպեսզի մարդիկ տեսնեին, ծափարեին, ասեին, վերջ, այսքան է, ինչ հզոր մեկն է։ Այլ նպատակը նա էր, որ նման ձևով ցույց տային, որ Հիսուս Քրիստոս հենց այն խոստացված Մեսիան է։ Այն Փրկիչն է, որին որ հրեաները ինչ էին անում, սպասում էին, տարիներ շարունակ սպասում էին։ Բայց այդ հասկացողությունը ոչ միշտ ճիշտ ընկալվում։ Ինչի որտեվ եթե ինչ-որ մի տեղ կա բժշկություն, մարդիկ շատ դեպքերում նայում են կոնկրետ բժշկությանը, այլ ոչ թե նրան, թե ով էր այդ ամեն ինչ անում եւ որն էր նպատակը։ Հետևաբար, առաջի խնդիրը կամ առաջի ոչի շարժառիթը Տիրոջը հետևելու դա բժշկվելու նպատակն է։ Այսինքն մարդը ունի խնդիրներ, առողջական խնդիրներ, այլ հարցեր եւ որոշում է կայացնում հետևեմ Հիսուսին, այդ դրանով գուցե ինչ լինի, բժշկվեմ։ Որոշները ինչի, որտեվ նման ձևով էլ խորհուրդ են տալի, ասում են արի մեր եկեղեցի, արի հետևի Քրիստոսին, կբժշկվես։ Ֆիզիկական հարցեր չես ունենա, ամեն ինչ լավ կլինի, ինչի, որովհետև դրանից հետո սկսում են իրենց մեկնաբանությունը տալ։ Կարդանք եւս մեկ անգամ 14-ից 18 համարները։ Երբ Հիսուսը Պետրոսի տուն եկավ, տեսավ նրա զոնքաչին ջերմության մեջ պարկած։ Նայեք, երբ որ օգտագործում այս տերմինաբանությունը, ջերմության մեջ պարկած, տենդը սովորական տենդ չէր, բավականին ծանր վիճակում էր այդ կինը գտնվում եւ ուղակի պարալիզացված էր, անկողմնում պարկած էր եւ ի վիճակի չէր նույնիսկ ինչ անելու, կանգնելու։ Եվ այո, Հիսուս ինչպես որ մինչև այդ տեսանք ուներ իշխանություն, բորոտությունը բժշկելու, ուներ իշխանություն ուղղակի խոսքով ասելու եւ հարուրապետի ծառային բժշկելու, սա նույնպես ինչ արեց, բժշկեց։ Ասում է Հիսուս բռնեց նրա ձեռքից եւ ջերմությունը նրան ինչ արեց, միանգամից անմիջապես թողեց եւ նա վեր կացավ ու ծառայում էր։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Տեղի ունենում նշաններ, տեղի ունենում հրաշքներ եւ այս ամեն ինչի նպատակը ինչն էր։ 17 համարը դրա մասին ասում է, կհասնենք, նայեք։ Երեկո եղավ, Հիսուսի մոտ շատ դիվահարների բերեցին եւ նա խոսքով հանեց ոգիներն ու բոլոր հիվանդներին բժշկեց, ուշադրություն դարձեք։ Մենք մյուս կիրակի կխոսենք այս դիվահարության մասին, շատ չեմ կենտրոնանալու, բայց նայեք, ընդհանրապես, ինչպես որ բժշկում էր հիվանդությունը, նույնպես եւ բժշկում էր այդ ձև ասած դիվահարությունը։ Բայց այս ամեն ինչի նպատակը ո՞րն էր։ Որպեսի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասվածը, նա մեր հիվանդությունները վերցրեց ու մեր ցավերը կրեց։ Նպատակը, նշանը սա էր։ Այո, Տերը ողորմած էր, այո, ամեն ինչի մեջ նաև երևում է Տիրոջ ողորմությունը եւ սերը այն ժողովրդի նկատմամբ, ովքեր որ տանջվում են այդ հիվանդության մեջ։ Բայց հիմնական գերագույն նպատակը, որպեսի մարդիկ տեսնեին ում
Տեր Հիսուս Քրիստոսին։ Ֆիզիկական խնդիրը, ֆիզիկական այդ հիվանդությունները, այս ամեն ինչը իրականում ժամանակավոր է, նույնիսկ բժշկությունն էր ժամանակավոր, որովհետև բոլոր նրանք, ովքեր որ ֆիզիկապես բժշկվեցին, արդյունքում ինչ եղան, նորից մահացան, ուրիշ հիվանդություններ եկան, ուրիշ խնդիրներ եկան, մենք բոլորս էլ վաղ թե ուշ մահանալու ենք, բայց այս ամեն ինչի նպատակն էր, նշանն էր ցույց տալու, որ Տեր Հիսուս Քրիստոս Մեսիան էր, խոստացված Մեսիան էր, որը որ պետք է գար ու կարևորագույն հարցը լուծեր։ Մեղքի խնդիրը, որը որ ծառացած էր բոլոր մարդկանց վրա։ Ինչ է տեղի ունենում։ Հիսուս այս ամեն ինչը բժշկվում են շատերը, եւ եթե հետաքրքիր բան կա, այսինքն ստեղ ինչ որ բան է տեղի ունենում, ինչ է տեղի ունենում, այդ լուրը տարածվում է։ Հիմա էլ եթե ինչ որ մի տեղ անվճար բան են բաժանում, խանութ ինչ որ մի ակցիա է անում, ինչ են անում, մեկը մյուսին արագ տարածում են։ Մեկ-մեկ ասենք, որ նայում ես սուպերմարկետներում, երբ որ տենց ակցիա են անում, տենում ես ոնց են մարդիկ այդ մի քանի բանի համար սենց իրար վրա հելնում, իրար գլխով վրայով անցնում, ինչ տեղի ունեցավ։ Շատ մարդիկ լսեցին, որ մի հրաշագործ է եկել, որը որ բժշկում է, որը որ հարցեր է լուծում, որը որ որևիցե մեկը չէր կարողանում լուծել։ 18 համարը։ Երբ Հիսուսը տեսավ իրեն շրջապատող ժողովրդի մեծ բազմությունը, աշակերտներին կարգադրեց լճի մյուս կողմը անցնեն։ Ինչի՞։ Այդքան հեղինակություն ես հավաքում։ Եթե նպատակը ունես բազմություն ունենալու, մեծ բանակ ունենալու, որոնք որ քեզ է հետևելու, լավ առիթ է, լավ հնարավորություն է։ Քո համբավը բարձրանում է, մարդիկ լսում են, էլ ավելի են գալիս։ Բայց մարդկանց նպատակը ո՞րն էր, ինչի էին գալի Հիսուսի մոտ։ Բժշկության համար էր, իրենց նպատակը զուտ Հիսուսի մեջ տեսնում էին բժիշկ, որը որ կարող իրենց կարիքները ինչ անի, հոգա ուրիշ ոչ մի բան, ֆիզիկականից են կողմ Քրիստոսին չէին տեսնում։ Հիսուս Քրիստոսին է ձևի բազմություն, ոչ այն ժամանակ էր պետք, ոչ էլ հիմա է պետք։ Հիսուս Քրիստոս երբեք բազմության առաջ չի փորձել ներկայանա կամ սենց ասած հաճեցնի, որպեսզի էլ ավելի շատ բազմություն գա։ Ամբոխը այսօր էլ կա, շատ եկեղեցիներ կան, որոնք որ լցված են ամբոխով։ Ակնկալում են Քրիստոսից ինչ-որ մի բան ստանալ։ Ու սա նոր բան չէ։ Հովանո ավետարանում տեսնում ենք, որ ոչ միայն հարցը կար ինչ-որ հացի կամ այլ ինչ-որ մի բանի, այլ միշտ այդ ամբոխը, եթե ստամոքսը դատարկ էր, հիմա լցվեց, պատրաստ է շարունակելու, հետևելու, էական չի, Քրիստոսն է այնտեղ, թե նույնիսկ կներեք արտահայտությանս համար սատանան, որտեվ եթե սատանան այս պահի դրությամբ կհոգա իմ կարիքները, ես կհետևեմ իրան էլ, որտեվ իմ խնդիրը այն է, թե ես այս պահի դրությամբ ինչ պահանջ ունեմ, ես այդ պահանջս ուզում եմ լրացնեմ և ինձ համար էական չի, տվյալ պահանջը ով է ինձ տալու։ Հովանու 6-րդ գլուխ 24-26 համարներն եմ ուզում կարդանք։ Հովանու 6, 24-26։ Արդ երբ ժողովուրդը տեսավ, որ Հիսուսն է այնտեղ, ոչ Հիսուսն է այնտեղ, ոչ էլ նրա աշակերտները, իրենք էլ նավերը նստեցին և եկան Կափառնայում Հիսուսին փնտրելու։ Եվ երբ նրանք գտան լճի մյուս կողմը, ասացին. «Ռաբի, այստեղ եկար», զարմացած էին ու ասում են. «Ինչի մեզ թողեցիր, էլի, թողել ես, եկել ես այս կողմ»։ Հիսուս նրանց պատասխանեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ կամ նշանները տեսաք, որ ես Մեսիան եմ, ոչ թե եկել եք որպես Մեսիայի իմ մոտ, այլ որովհետև այն հացից կերաք ու կշտացաք, հիմա էլի սովածացել եք։ Ձեր ստամոքսը այն ժամանակ դատարկ էր, կշտացաք, հիմա նորից տեսնում եք այն աղբյուրը, որը որ ձեզ կշտացում էր, չկա, եկել եք էլի այդ հացի համար, այլ ոչ թե այդ նշանը ընդունել եք, տեսել եք, ընդունել եք, որ ես եմ խոստացված Մեսիան եմ, ես եմ այն փրկիչը, ես եմ տերերի տերը, դրա համար չեք եկել։ Եկել եք, որովհետև այս պահի դրությամբ նորից ձեր ստամոքսը ինչ է, դատարկ է։ Այսօր այդ բազմությունը կա, որը որ փնտրում է ոչ թե Քրիստոսին, այլ փնտրում է Քրիստոսից ինչ-որ մի բան ստանա։ Ու իրենց չի հետաքրքրում նորից ով այդ ամեն ինչը տալու։ Ընդհանրապես չի հետաքրքրում։
կարևորը իմ ստամոքսը ինչ լինի, կուշտ լինի, եւ ես խնդիր չունենամ։ Ու նրանց համար Հիսուսը դառնում է կախարդական փայտիկ, ջինի լամպ, ձմեր պապի եւ այլն, այսինքն իրենց համար Աստված հասկացողությունը Քրիստոս սահմանափակվում է որպես մեկը կամ ինչ որ մի բան, որը որ այս պայդրությամբ իրանց կարիքները հոգալու է։ Եվ այդ կարիքները սահմանափակվում են լոկ միայն ֆիզիկականով, որովհետև հոգևորը առաջնային չի իրանց համար։ Խոսքերով կասեն, բայց գործնական կյանքում իրանց համար իրանց մարմինն է կարևոր, մարմինն է կարևոր։ Արդյոք այս ամբոխում բոլորը բժշկվեցին։ Չէ, Հիսուս թողեց գնաց։ Աշակերտներին ասեն, աշակերտները հետ անցան։ Ու նորից սա ցույց է տալի, որ Տեր Հիսուս Քրիստոս բոլորին չբժշկեց։ Եվ չկա նման հասկացողություն, որ Տիրոջ կամքի մեջ է մտնում, որ բոլորը բժշկվեն։ Չկա նման բան։ Անցած անգամ խոսել եմ, չեմ շատ կենտրոնանալու սրա վրա։ Բայց նույնիսկ հարց է առաջանում. եթե արդյոք այսօր հիվանդություն ունեմ, եթե Տերը չբժշկի, արդյոք կշարունակեմ նույն ձևով Տիրոջը փառավորել։ Արդյոք կշարունակեմ ասել Տեր Աստված փառքեզ այսօրվա համար, թե ոչ։ Գիտեք, այս վերջերս Սամարայում մի քույր ունենք, որ ադմինիստրատիվ հարցերով էր զբաղվում։ Գրանցում, բեջերի պատրաստում, այսկոմ ենկոմ նման հարցերով էր զբաղվում եւ քաղցկեղով էր հիվանդացել այդ կինը։ Բավականին ծանր էր տանում եւ վերջին անգամ երբ որ գնացել էինք, արդեն նույնիսկ եղբայրներին խնդրում էր, ասում էր, եղբայրներ, աղոթողեք, որպեսզի Տերը հնարավորինս շուտ ինձ տանի, ինչի որովհետեւ քաղցկեղի մեջ ահագին ծանր էր տանում։ Եվ այո, լսեցինք մի քանի շաբաթ առաջ, որ այո, այդ քույրը մահացավ եւ հիմա Տիրոջ հետ է հասկանում եք։ Ու սա օրինակներ են, որոնք որ մեր կյանքում կան։ Ինչի որովհետեւ մենք այդտեղ հավիտյան չենք ապրելու։ Եվ այո, պա եղավ, որ այդ քույրը հասկանում էր, որ ժամանակն է, որ պետքա գնա։ Եվ ցավերի մեջ էր։ Բայց այդ ցավերի մեջ չէր անիծում, չէր ասում ումն է պետք է կյանքը, ինչի համար հետևեցի Հիսուսին։ Հասկանում եք ինչի, որովհետեւ հասկացողությունը, թե մենք ում ունենք եւ այն վիճակը, որ այս պայծրությամբ ունենք, անհամեմատ է։ Եթե Քրիստոսն ունեմ, մնացածը դառնում է երկրորդական, երրորդական հարցեր։ Տերը կբժշկի, փառ Տիրոջը դրա համար։ Տերը չի բժշկի, նորից փառ Տիրոջը դրա համար։ Եթե մենք այս հասկացողությունը չունենանք, սիրելիներ, մենք միշտ ուշադրություն ենք դարձնելու ոչ թե Տիրոջը, այլ ուշադրություն ենք դարձնելու թե Տերը մեզ ինչ է տալու։ Չեք պատկերացնում ինչքան մարդիկ կան, ովքեր որ մոտենում են ու նույնիսկ ինձ շատ դեպքերում հարցել են, ասել են, մենք որ ձեր եկեղեցի գանք, մեզ ինչ եք տալու։ Սա իրական է, ժողովուրդ, մի զարմացեք։ Ինչի որտեվ մարդիկ ակնկալում են սա իրանց համար մնացածը էական չի, ես էլ եմ ասում, պետք լինի կգնան մորմոնների մոտ, էլ կգնան Եհովայի վկաների մոտ, էլ կգնան նույնիսկ մուսուլմանների մոտ, մենակ թե իրենց ակնկալիքը ինչ լինի բավարարվի։ Որտեղ կա անհավատություն, որտեղ որ չկա այդ հասկացողությունը, որ Տեր Հիսուս Քրիստոս իմ Տերն ու իմ Փրկիչն է, երբ որ այս հասկացողությունը չկա, մնացածը ինչ տեսք է առնում, նույնիսկ այս ձև ասած Հիսուսին հետևելը, սա ձևական է եւ Տիրոջ կողմից ոչ ընդունելի։ Դրա համար երբ որ այդ բազմությունը հավաքվեց, Տեր Հիսուս Քրիստոս շատ հստակ գիտեր ինչի համար են գալի։ Ու ինքը կարիքը չուներ աճպարարության, կարիքը չուներ ապացուցելու, որ ինքը կարա այդ հիվանդություններն էլ բժշկի։ Չէ, այդ ամեն ինչը արվում էր, որպեսի երևար, որ հենց ինքն է այն խոստացված Մեսիան։ Եվ այո, այսօր Տերը բժշկում է շատ դեպքերում։ Աղոթում ենք ու Տերը իր ողորմությունն էլ անում։ Բայց դեպքեր էլ կան, որ Տերը չի բժշկում։ Ու նորից պետքա փառք տանք Տիրոջը դրա համար էլ նույնպես։ Մակարտուրը հետևյալ խոսքն է ասում է յուրաքանչյուր բժշկություն, որ Հիսուս իրականացրեց, ժամանակավոր էր, ցույց էր տալու նրան որպես Մեսիա, բայց նրա նպատակը երբեք չէր կայանում նրանում, որ ֆիզիկական առողջության մեջ կենտրոնար, այլ հոգևոր փրկության։ Ուշադրություն դարձեք, երբ որ ինքը ինչ-որ մեկին կերակրում էր կամ հաց էր տալի, դրա հետ մեկտեղ նաև խոսքն էր տալիս։ Երբ որ բժշկում էր, նաև ճշմարտությունն էր փոխանցում։ Ինչի որովհետև նորից ու նորից կկրկնեմ հետևյալ խոսքս. ինչ էլ որ ուտեք, վաղ թե ուշ նորից սովածանալու եք։ Ինչ հիվանդություն էլ որ այսօր ունենանք,
Եթե բժշկվեցինք, վաղ թե ուշ նորից նույն կամ նմանատիպ մի այլ խնդրի առաջ են կանգնելու։ Այս ֆիզիկական կյանքը, ֆիզիկականը անցնելու է, անցողիկ է։ Չկա նման մի բան, որ ասեմ, չգիտեմ, այս բաներն անենք ու վերջ, դրանից հետո հավիտյան ապրելու ենք։ Այս վերջերս նայում եմ մի հաղորդում, մի հոգի խոսում էր, ասում էր, ծերությունը դա հիվանդություն է։ Եվ այո, մենք պետք է գտնենք իրավիճակներ, հատուկ ինչ-որ դեղեր եւ հնարավոր կլինի հետագայում երկարացնել կյանքը եւ պահը գա, որ մահը չլինի։ Սուտ է ժողովուրդ։ Մահը լինելու է։ Ինչքան էլ մարդը իր կարճ ուղեղով մտածի, որ կարա այնպես անի, որպեսզի չմահանա, մահանալու է, մահը բոլորին հասնելու է։ Ուղղակի գուցե մի քանի տարիների տարբերություն լինի։ Խնդիրը սրա մեջ չի, թե ժամանակավոր հարցի լուծումը ինչա տալու։ Եթե ես առողջ էի, պատկերացեք, սաղ կյանքս առողջ եմ ապրել, ոչ մի խնդիր չեմ ունեցել, բայց հավիտենականությունը Տիրոջ հետ չեմ հասկացնել։ Ումն է պետք է այդ առողջությունը, հասկանում եք։ Ումն է պետք է այդ ամեն ինչը Սողոմոնի կյանքը նայեք ու տեսեք Սողոմոնի հասկացողությունը, որ ուներ ամեն բան, ոչ մի խնդիր չուներ, ոչ մի կարիք չուներ, բայց հասկացավ, որ այս ամեն ինչը ինչա զրոյա, դատարկությունը առանց Տիրոջ երկյուղի։ Դրա համար, եթե հետևում ենք Հիսուսին, այն նպատակով, որ մեր առողջության համար, մեր մարմնի կարիքները հոգալու համար, մենք խնդիր ունենք, ժողովուրդ։ Մենք խնդիր ունենք։ Ու սրա համար Տեր Հիսուս Քրիստոս շատ հստակ խոսում էր. մեր ընթացքը չպիտի լինի բժշկվելու համար։ Երկրորդ շատ տարածված խնդիրը օրհնությունն է։ Մի քիչ sense չակերտավոր եմ ասում, ինչի, որտեվ քարոզիչներ կա, քարոզի 90%-ը խոսում են օրհնության մասին։ Ուրիշ բովանդակություն չկա։ Կորտնվեք։ Ու այս հասկացողությունը օրհնության նորից սխալ են հասկանում։ Չեն հասկանում, որ իրականում Տերն է մեր օրհնությունը, այլ ոչ թե այն, ինչ որ նյութականը կամ մնացածը, որ նորից ինչ է լինելու, անցնելու է, գնալու է։ 19-20 համարներ։ Ասում են, նրան մոտեցավ մի դպիր եւ ասաց. Ուշադրություն դարձեք, երբ որ խոսում ենք դպիրները, սենց ասած քարտուղար կամ մեկ ով որ գիր գրականություն գիտեր։ Եթե մի քիչ նայենք ավելի հին ուխտի ժամանակներում, այդ այն մարդիկ էին, ովքեր որ գրել, կարդալ եւ արտագրել գիտեին։ Այնպես չէ, որ այն ժամանակ բոլորը գիտեին։ Նույնիսկ մեր Հայաստանի պատմությունն էլ որ նայենք, մի փոքր հետ գնանք, կտեսնենք, որ բոլորը չէին, որ գիր գրականությանը տիրապետողներ կային։ Իրանք ինչ էին, գրագիր էին։ Օրենքը արտագրում էին, կարդում էին, այսինքն մարդիկ են, ովքեր որ այս գործով էին զբաղվում։ Բայց արդեն երբ որ Բաբելոնյան գերությունից հետո իրանց մի քիչ ավելի կենտրոնացան որպես Թորայի գիտակներ, մարդիկ, ովքեր որ Թորան գիտեն կամ ովքեր որ 5 տականը գիտեն, օրենքը գիտեն, եւ ինչ էին անում, փոխանցում էին, մեկնաբանում էին։ Ու եթե նայեք նոր կտականի ժամանակահատվածում, Հիսուսի ապրելու ժամանակահատվածում, կտեսնեք, որ իրանք բավականին, այսպես ասած, հեղինակավոր ուսուցիչներն էին, որոնք որ Սինեդրոնում տեղ ունեին, այսինքն հերական դատարանում տեղ ունեին եւ ազդեցություն ունեին, թե ինչա տեղի ունենում ընդհանրապես անցուդարձը եւ իրականում Հիսուսի խաչելության մեջ դպիրներն էլ բավականին մեծ մասն ունեին այս հարցում։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Այս ձևի մեկը, որ ունի հեղինակություն, որին որ ճանաչում են շատ շատերը, այնուամենայնիվ ինչա հայտարարում, բարձրաձայն բոլորի առաջ հայտարարում է ինչ։ Ես քեզ եմ հետևելու։ Ես ուզում եմ քեզ հետևել, դու որ դառնաս իմ վարդապետը, իմ ուսուցիչը։ Մարդկային տրամաբանությունը նորից ինչ է ասում։ Ասում է դե նայեք ինչ լավ հնարավորություն է։ Հարգված մեկը ուրիշներին որ ինքն էր սովորեցնում, մեկով որ գիտություն ունի, մեկով որ որոշակի պաշտոն ունի, քեզ դիմու է որպես ուսուցչի եւ ասում է թույլ տուր քեզ ինչ անեմ, հետևեմ, ինչ էլ որ անես, ուզում եմ քո հետևից գամ։ Բայց խնդիրն ինչն էր։ Խնդիրն էր, որ ինքը նորից ներսի ցանկություններ ուներ, շահ էր փնտրում։ Ասեմ աշակերտներն էլ այս տրամաբանությունն ունեին։ Տեր որտեղ ես մեզ տեղավորցնելու, քո աջ կողմը նախարար, ձախ կողմը էս մի նախարար կլենք, դու վարչապետեղի մենք խնդիր չունենք, բայց այս նախարարական թևերը ինչ արա, մեզ տուր։
Հիմա հստակ որն էր նպատակը չգիտենք, բայց Հիսուսի պատասխանից տեսնում ենք, որ այն շահադիտական էր։ Այս դպիրը խոսքը օրենքը չէր կարդացել ու հասկացել, որ Հիսուսն այդ Մեսիան որպես Մեսիա չէր ուզում հետևել, որպես թագավորների թագավոր չէր ուզում հետևել։ Այլ ֆինանսական գուցե շահ կա, կամ գուցե տեսնում է, որ ամբողջ կա հետևող, այս մարդը ունի որոշակի, սենց ասած, կարողություններ, վաղը մյուս օրը մենք էլ այդ մեկի հետ լինենք։ Հետաքրքիր է, որ նայում ենք քաղաքականության այսօրվա մեր օրինակի, տենց մարդիկ կան։ Երբ որ այս մարդիկ են ղեկավարության վրա, այս ղեկավարներին են բանանում, գովաբանում, իրանց կողքն են, փոխվեց ղեկավարությունը, այս մարդը իր դիմակը հանում է, նոր դիմակը հագնում, արդեն մենք այս մարդու հետ ենք։ Սևակն էլ էր ասում մարդիկ կան, ովքեր որ գիտեն, ումա պետք հաղթել, ումա պետք պարտվել, ու այս ամեն ինչը ինչ է անում, սա հաշվարկ է, շահադիտական նպատակ ունի, ուզում է օրտնվի, այդ օրտնությունն էլ պատկերացնում է ֆիզիկականով, ֆիզիկական կարգավիճակ, գուցե տուն, գուցե այլ նպատակներ, գուցե լավ ինվեստիցիա, գիտեք, այս տրամաբանությունը կա, տվեք Աստծուն, որպեսզի 10 նապատիկը ստանաք, հիմա բանկում այդ որևիցե մեկը ձեզ նման ավանդ դիտոկոս չի տալու, շատ մարդկանց տրամաբանությամբ Աստված շատ լավ, սենց ասած ավանդի միջոց է, լավ բանկ է, այսքան տվեցիր, 10 նապատիկ ստանալու ես, ինչի չէ, որ լավագույն բիզնեսն է, այս տրամաբանությունն ուներ դպիրը, Հիսուս հալվում է, ուրախանում ասում է, ինչ լավ է, գոնե մի հատ դպիր, գոնե մի հատ հեղինակավոր մեկը թող գա մեր մոտ լինի, ոչինչ որ անհավատ է, ոչինչ որ հայոյող է, էական չի ինչ նաև տեսք ունի, էական չի ինչ վկայություն ունի մարդկանց մոտ, թող մեր գլխաքանակը շատ լինի, գումարը շատ լինի, մենք էլ իրանք խոստանանք, որ ինքը ինչ կանի, կորտնվի։ Հիսուս տենց հա ասում։ Չէ, պատասխանում ասում է լսի եղբայր, հասկանում եմ, որ այս ցանկությունն ունես, այս փափագն ունես, բայց հիշի մի բան, ասում է Հիսուս նրան ասաց, աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները բներ, բայց մարդու որդին իր գլուխը դնելու տեղը չունի, սխալ մոտեցում ես ցույց տալիս, սխալ մեկին ես եկել, եթե կարծում ես, որ ես քեզ թագավորությանս, այս ֆիզիկական թագավորության շրջանակում մի հատ լավ տուն եմ ապահովելու, լավ սենց շքեղ, իմինից մի քիչ ցածր առնելու, բայց էլի լավն է, սխալ ես գնում, ես այդ հնարավորությունը, այդ կարողությունը չունեմ, դե հա, հիմա կարողությունը այդ առումով չէ, Հիսուս ամեն ինչ իրան էր պատկանում, ոչ մի բան չկա երկրից վար, որ իրան չի պատկանում, դե համար սիրելիներ, գիտեք ինչ կա, այս միտքը, այս տրամաբանությունը Հիսուսին հետևելու շահադիտական նպատակների նույնիսկ ցույց է տալիս, որ այս մարդը փրկված չէր, այս մարդու նյութն էր հետաքրքիր, ուշադրություն դարձեք նույն օրինակի համար Մատթեոսի օրինակը, երբ որ Տերը Մատթեոսին կանչում է, այն ժամանակ ղևի էր, Մարկոսի 2-րդ գլուխ 14 համարն եմ ուզում կարդանք, ասում անցնելիս տեսավ Ալփեոսի որդի Ղևին, Մաքսատանը նստած ու նրան ասաց. Իմ հետևից արի։ Մաքսատան աշխատողը կամ այն ժամանակ ովքեր որ այդ հարկն էին հավաքվում, որպես սենց ասած հռոմեական կայսրության կողմից նշանակված մեկը։ Իրանք լավ փողատու աշխատանքի վրա էին։ Աղքատ մեկը չէր Մատթեոսը կամ այն ժամանակվա Ղևին։ Ոչ էլ մնացած այդ ժամանակվա սենց ասած հարկահավաքները, իրանք մաքսավորները, իրանք աղքատ մարդիկ չէին, բայց ուշադրություն դարձեք տարբերությունը, ասում է և նա վեր կացավ ու գնաց Հիսուսի հետևից, գործի վրա էր, աշխատանքի վրա էր, ամեն ինչը թողեց, ինչ արեց, գնաց Հիսուսի հետևից, սա է Տերը մեզանից ակնկալում, Ղուկասի ավետարանում նորից տեսնում ենք Զաքեոս, այս Զաքեոսը մի քիչ ավելի պաշտոնով բարձր էր, իր ձեռքի տակ մի քանի այլ մաքսավորներ ուներ։ Ղուկաս 19:5-9, երբ այդ տեղը եկավ, Հիսուսը վեր նայեց ու նրան ասաց. Զաքեոս շտապիր իջիր, որտեվ այսօր պետք է քո տանը մնամ։ Հիմա ուշադրություն դարձեք կողքի արդարները, ճակերտավոր արդարները։ Նա շտապ իջավ ու նրան ուրախությամբ ընդունեց։ Բոլորը տեսնելով տրտնջում էին ու ասում. Մեղավոր մարդու մոտ մտավ հանգիստ առնելու։
Սա է այն մնացածի տրամաբանությունը։ Մենք արդար ենք ու հիմա նայում ենք Հիսուսին, որ մի հատ սխալ բան անի, ասենք տես, սխալ բան է սարը, մեղավորի հետ ես քայլում։ Մատնանշենք, ցույց տանք, իրանց տրամաբանության մեջ Հիսուսը Մեսիան չէր։ Ուղղակի մեկն էր, որ իրան հայտարարում է որպես Մեսիա, խնդիր պետքա գտնենք, պետքա այդ իմ ապացուցենք, պետքա ցույց տանք։ Նայեք տարբերությունը Հիսուսին հետևելու մեջ։ Զաքեոսը կանգնեց ու Տիրոջն ասաց. Տեր իմ ունեցվածքի կեսը աղքատներին կտամ։ Ու եթե մեկին զրպարտությամբ զրկել եմ, քառապատիկ կվճարեմ։ Ավելին էլ։ Այսինքն տեսնում ենք այդ շարժառիթի ինչ փոփոխություն, մինչև այդ ողջ կյանքս դրել է այդ հարստության համար, օրհնության համար է ձև ասած ճակերտավոր։ Բայց հիմա Հիսուսին գտել եմ հասկանում, որ այդ ամեն ինչը զուտ պետքա նյութ լինի Տիրոջը ծառայեցնելու համար։ Դրա համար ինչ է անում, այս ամեն ինչից պատրաստ է լինում հրաժարվելու, պատրաստ է լինում Տիրոջը ծառայելու։ Դրա համար Հիսուսն ինչ է ասում ինը համար, Հիսուս նրան ասաց. այսօր այս տան համար ինչ եղավ, փրկություն եղավ, օրհնություն եղավ, իրական օրհնություն եղավ, որովհետև սա էլ եւս Աբրահամի որդի է։ Հա, խոստումի որդի է։ Նրանք, ովքեր որ իրենց համարում էին Աբրահամի որդի, չէին։ Բայց այս մեկը իրական օրհնությունը ստացավ։ Դրա համար նորից մեր օրհնությունը ի՞նչն է։ Արդյոք Հիսուսը մեզ համար բավական է թե չէ։ Եթե մենք ունենք նրան, բայց կորցնում ենք ամեն ինչ, ուրեմն գտել ենք ինչ։ Ամեն ինչ։ Եթե չունենք նրան, բայց ունենք ամեն ինչ, ուրեմն չունենք ոչինչ։ Եթե Քրիստոսն ունենք, ամեն ինչ ունենք։ Նա է մեր գերագույն փափագը ու նպատակը եւ Տերը մեզ համար պետքա բավարար լինի։ Մնացածը ինչ որ Տերը կտա ժողովուրդ, չի տա նորից փառքը իրեն, հասկանում եք։ Ես չեմ ասում, գիտեք ինչ կա, մենք տուն չունենք, մենք հիմա ճղրտած շորերի մեջ ենք։ Տերը ողորմած այս հարցով էլ է, խնդիր չկա, Տերը ողորմում է ու տալիս է։ Այո, դեպքեր կան, որ չի տալիս, դեպքեր կան, որ տալիս է, բայց նորից մեր խնդիրը դա չպետք է լինի։ Մեզ համար Տերը պետքա բավարար լինի, կտա փառք Աստծուն, չի տա նորից փառք Աստծուն, կբժշկի փառք Աստծուն, չի բժշկի նորից փառք Աստծուն։ Սա է Հիսուսին հետևելու ընթացքը, սա է Հիսուսին հետևելու միակ ճիշտ դրդապատճառը, որ մենք ուզում ենք Տիրոջը եւ ուրիշ ոչ մի բան։ Եվ երրորդը, հետևում են Հիսուսին, որտեվ ազատ ժամանակ ունեն։ 21 համարը։ Նրա աշակերտներից մեկը ասաց նրան, հիմա շարություն դարձեք նորից։ Այս տերմինը, երբ որ օգտագործում է աշակերտներից մեկը, ինքը 12-ից չէր, 12-ից զատ Հիսուս ուներ այլ աշակերտներ, բայց աշակերտ դեռևս չի նշանակում հավատացյալ։ Հովանու ավետանում շատ ենք այդ անընդհատ տեսնում, որ գայթակղվեցին, գնացին։ Նույն օրինակի համար Հովանու 6-րդ գլուխ 60-ից 66 համարներն են կարդում, ասում է, եւ նրա աշակերտներից շատերը երբ լսեցին, ասացին. խիստ է այդ խոսքը, որ ով կարող է լսել, երբ որ Հիսուս խոսեց իր արյան ու մարմնի մասին։ Էդի վերջին ընթրիքի հետ կապ չունի, հաղորդության հետ կապ չունի։ Տեր կամենա մի օր կխոսենք դրա հետ կապված, բայց այնուամենայնիվ։ Բայց երբ Հիսուսը ինքն իր մեջ իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. դա ձեզ գայթակղեցնում է։ Իսկ եթե տեսնեք մարդու որդին վեր բարձրանալիս, այնտեղ որտեղ որ առաջ էր, հոգին է կյանք տվողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ ես ձեզ ասեցի, հոգի ու կյանք է, բայց ձեր մեջ կան ոմանք, ուշադրություն դարձրեք, որ չեն հավատում։ Ուշադրություն դարձրեք, մինչև այդ ովքեր էին, աշակերտներ էին, աշակերտ լինելով չէին հավատում Տեր Հիսուս Քրիստոսին։ Որովհետև Հիսուսը սկզբից գիտեր, թե ովքեր էին նրանք, որ չեն հավատում, եւ ով էր նա, որ մատնելու էր իրեն։ 12-ից այն մեկին, որ ինքը ընտրել էր, շատ հստակ Հիսուս գիտեր։ Ոչ մի բան Տիրոջ համար պատահական չէր ու Հիսուս գիտեր, ով է հավատում եւ ով չի հավատում, թեև անվանվում են ինչ, աշակերտ։ Ասում դրանից հետո աշակերտներից շատերը հետ քաշվեցին ու նրան այլևս
չհետևեցին։ Հիմա նայենք հետ վերադառնանք մեր հատվածին։ Մի աշակերտ, որը որ գուցե որոշ ընթացքում սկսել է Հիսուսին հետևել, սկսել է լսել խոսքը, բայց պահ առաջ գալի։ Նա հիմա տեսնում է, որ որոշ առումով իր սպասումները չունի կամ գուցե ինչ-որ մի բան այն չի։ Ինչ է ասում։ Տեր թույլ տուր ինձ գնամ նախ հորս թաղեմ, նոր դրանից հետո կգամ քեզ կհետևեմ։ Այսինքն թույլ տուր ես իմ գործերը անեմ վերջացնեմ ու նոր կգամ։ Հիմա չեմ ուզում սխալ հասկանալ։ Կնես չէր որ պանիխիդայի օր էր, պապան այնտեղ դրված էր, պետքա գնար թաղեր ու հետ գար։ Սրա մասին չէր խոսքը գնում։ Գոյություն ուներ կոնկրետ սովորություն, որ պետք է առաջնեկը մնար տունը, միջև վերջ հայրը պետք է մահանար, ժառանգությունը ստանար, նոր դրանից հետո արդեն սենց ասած ազատ եմ։ Ու ինքը այս տրամաբանությունն է ասում, նա մտածում ասում է Հիսուսին հետևեմ, բա ժառանգությանս պահը, բա մնացած հարցերը, հասկանում ես։ Հիսուս դու ինչ արա։ Դու հիմա սպասի, ես հələ երիտասարդ եմ։ Կյանքս պիտի վայելեմ, ցանկություններս, հələ պլաններ ունեմ, բիզնես ծրագիր ունեմ, այս ամեն ինչը իրականացնեմ։ Հենց խորը ծերության մեջ եկա, կգամ քեզ կհետևեմ։ Հա, գալու եմ։ Այս խեմ ասում ժողովուրդ։ Չեք պատկերացնում, հիշում եմ Դիլիջանում էինք, խոսում ենք ավետարն ենք քարոզում ավելի երիտասարդ են ժամանակ։ Մեկ է մի հատ տարիքով կին եկավ, ասես բանը նստած էր, ասեց տղա ջան, ջահել տղա ես էլի, ասում է գնա կյանքդ վայել էլի, ինչ ես ընկել, ասում է մենք արդեն բանը հասկանալի ա, դե մենք կվանք, բայց դու կյանքդ վայել է, գիտեք, այս տրամաբանությունն է, դու հլը ազատ ժամանակ ես չունեմ, դե ես ձեր պես չեմ հավաքվում, ես իմ մեջ եմ հավատում, հասկանում եք, այս ամեն ինչը ցույց է տալիս ձեր գերագույնը, ձեր կենտրոնը ինչն է, ձեր փափագը ինչն է, վայելել ձեր երիտասարդությունը, վատ չի ժողովուրդ ջան, ես դեմ չեմ վայելելու այն ամեն ինչ որ Տերը տալիս է, ես դեմ չեմ հանգստի, ինչ որ Տերը տալիս է, ես դեմ չեմ վայելելու այն աշխարհը, ինչ որ այն ամեն ինչ որ Տերը տալիս է, բայց եթե այդ վայելքները փոխարինվում են Տիրոջմով, սրա մեջ մենք խնդիր ունենք։ Սրա մեջ մենք հարց ունենք ու սա նորից ցույց է տալի ինձ համար Քրիստոսն է բավարար։ Լավ Քրիստոս ջան, դու ինձ փրկի։ Ես իմ ջահելությունը կվայելեմ, հենց որ ազատ ժամանակ ունեցա, անպայման հետ եմ գալու, ես քոնն եմ, քո աշակերտն եմ, բայց մի քիչ համբերի։ Հիմա չեմ ուզում հնազանդվեմ։ Մի քիչ մեղ կգործեմ, մի քիչ կվայելեմ, հետո դրանից հետո ինչ կանեմ, կհնազանդվեմ։ Դրանից հետո կգամ կասեմ Տեր, ինչ ուզում ես, էդ էլ անենք։ Ինչի նկատի ուներ Հիսուս, երբ որ արդեն պատասխան է տալիս։ Հիսուս նրան ասաց. Արի իմ ետևից, այսինքն ժամանակ չի տալի Հիսուս։ Չի ասում գնա քո ցանկությունները կատարի, լավ, ես բարի եմ, տենց էլ կլինի։ Չէ, ժողովուրդ ջան։ Տեր Հիսուս ակնկալում է միանգամից հնազանդություն։ Առանց սպասումների, առանց ավելորդությունների իմն ես, ասում ես, որ իմ աշակերտն ես։ Հիմա ասում եմ արի առանց ավելորդ հարցերի։ Առանց ավելորդ բաների, բա ինչ կլինի, բա ինչ է մեզ սպասվում, բա էսի, բա այնի։ Չէ, ժողովուրդ ջան, հենց հիմա է պահը, հիմա է հնազանդության պահը։ Թող մեռածներին, որ իրենք թաղեն իրենց մեռելներին։ Ինչի նկատի ունի նորից մեռած մարդկանց մասին, մեռած մարդը չի կարող թաղի մեռածին։ Խնդիրը այն չէր, որ հայրը մեռած էր։ Այն մարդկանց մասին ասում, եթե դու Տիրոջը չես, Տիրոջից բաժանված ես, թող այդ մեռածները, այսինքն աշխարհիկները, անհավատները, թող իրանք այդ իրանց հոգսերով ապրեն, իրանցն է այդ ամեն ինչը, թող իրանք դրանով զբաղվեն։ Եթե դու ասում ես, որ աշխարհի համար մեռել ես, ինձ ես պատկանում։ Եթե ասում ես, որ իմ աշակերտն ես, այլևս այդ Տիրոջ հետ այդ փոխհարաբերությունն ունես, ուրեմն դու ինչ պետք է անես, պետք է տարբերվես նրանցից։ Իրանք նորմալ է, որ իրանց գործերի մեջ են։ Նորմալ է, որ իրանց ընթացքի մեջ են, նորմալ է, որ իրանց կյանքի կենտրոնը իրանց ցանկությունն է, իրանց ֆիզիկականն է, իրանց կյանքն է, իրանց պատկերացումներն են նույնիսկ։ Բայց եթե դու իմ աշակերտն ես, իմացի գինը ինչ է։ Գինը այն է, որ դու հենց հիմա պետք է հնազանդվես եւ քո կյանքը պատկանում է այլևս ում ինձ Տիրոջինն է պատկանում։ Դրա համար ինչ է ասում։ Դրա համար ասում է հենց հիմա թող ու քայլի արի իմ հետևից։ Ինչպիսի օրինակներ ենք տեսնում օրինակի համար։
Եթե կհիշեք նույն աշակերտների մեջ, որոշ առումով այս 12-ի մեջ, այդ հնազանդությունը մի անգամից տեսանք։ Օրինակի համար Մատթեոս 4:18-ից 22-ը կարդացել ենք, բայց ուզում եմ եւս մեկ անգամ նայենք, ասում է. «Մինչ Հիսուսը շրջում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ երկու եղբայրների Սիմոնին, որ Պետրոս կոչված էր, եւ Անդրեասին, նրա եղբորը։ Մինչև այդ արդեն իսկ Հիսուսի հետ իրանք հանդիպում ունեցել էին։ Նրանք ուրկանն էին գցում լճի մեջ, որտեղ ձկնորս էին։ Հիսուս նրանց ասաց. «Եկեք իմ ետևից, եւ ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ»։ Նրանք իսկույն չեն ասում Հիսուս ջան, գիտես ինչ կա, այստեղ հարց կա, հիմա այս ուրկանների հարցը կա, բաներ կա, այսինքն բիզնեսը կա, բանը կա, չէ ասում է իսկույն ամեն ինչը թողեցին, գնացին նրա ետևից։ Մենակ այս մի օրինակը չի, շարունակության մեջ ենք այդ նույն օրինակը տենում։ Այնտեղից առաջ գնալով Հիսուս տեսավ երկու ուրիշ եղբայրներ Զեբեդեոսի որդի Հակոբոսին եւ նրա եղբայր Հովանեսին։ Իրենց հոր Զեբեդեոսի հետ նավի մեջ նորից ուրկանները կարգի բերելիս, էլի գործի վրա են։ Իրանց բիզնեսն էր, իրանց գործն էր, իրանց կյանքն էր դա։ Հիսուս կանչեց նրանց։ Նրանք իսկույն թողնելով նավը ու իրենց հորը գնացին նրա ետևից։ Հիսուսին չենք հետևում, որովհետև ուղղակի ազատ ժամանակ ունենք։ Կյանքը վայելել ենք, պրծել ենք, հիմա մնացել է մենակ մեռնելը, էլ ոչ պետք ենք մեր երեխեքին, մեր թոռներին, այ հիմա լավ Հիսուսին կհետևեմ։ Այս ձևի հետևել Տիրոջը պետք չի։ Նա է նման հետևել չի էլ ակնկալում, իրան այդ ամեն ինչը պետք չի։ Կամ հնազանդություն ու հենց հիմա լիարժեք հնազանդություն, կամ մենք ուղղակի Տիրոջը արժանի չենք։ Ոչ մի կիսատ պրատ, ոչ մի արդարացումներ, ոչ էլ ժամանակագրություն։ Թողեք մի քիչ ես վայելեմ կյանքս, նոր դրանից հետո կհետևեմ։ Հիսուսին հետևում ենք ոչ թե նրա համար, որ ինքը մեզ տալու է, այլ հետևում ենք, որտեղ նա է մեր միակ փափագը, նա է մեր միակ ցանկությունը, նա է, որ իմաստ է տալի մեր ողջ կյանքին, մեր ողջ էությանը, նա է մեր Տերը եւ մեր Փրկիչը։ Դա համար Պետրոս ասեց՝ ում մոտ գնանք։ Ուրիշ ում մոտ գնանք, մենակ դու այդ կյանքի խոսքերն ունես։ Մենակ քո մեջ է, որ մեր կյանքը իմաստավորվում է։ Դե համար շատ մեծահասակների տեսնում ես, նույնիսկ ասում դե ինչ կյանքը էլ իմաստ չունի, կյանքը պրծել է։ Ինչի, որտեվ իր կյանքի իմաստն էր երեխեք ունենալ, հետո թոռներ, այդ թոռներն ունի, վсё։ Կյանքը ավարտվեց, էլ մարդը կյանքի իմաստը ինչ արեց, կորցրեց։ Նրա համար ինչ որ ինքը պատկերացնում էր, ապրում է, այդ ամեն ինչը անցավ գնաց։ Վայելել է երիտասարդությունը, կյանքը, երեխեք ա ունեցել, թոռներ ա ունեցել, գուցե լավն են եղել թոռները, լավն են եղել երեխեքը, բայց երբ որ այս ամեն ինչը անցնում գնում է, մարդը հասկանում է, որ այս ամեն ինչը ինչ էր, ունայնություն էր, դատարկություն էր։ Չեմ ուզում, որ դուք հետևեք Հիսուսին այս տրամաբանությամբ։ Հետևենք Հիսուսին, որտեվ կբժշկի, հետևենք Հիսուսին, որտեվ կորտնվենք, հետևենք Հիսուսին, որտեվ դե արդեն ժամանակ ունենք, բան գործ չունենք, լավ եկեք Հիսուսին հետևենք։ Չէ՞ սիրելիներ, Տեր Հիսուս Քրիստոս մեր միակ փափագն է, որին որ պետքա ձգտենք, որով որ պետքա ապրենք, որով որ պետքա առաջ շարժվենք։ Նա է մեր կյանքի կենտրոնը, նա է մեր կյանքի իմաստը եւ նրանով է իմաստավորվում մեր ամեն մի վարքյանը։ Առանց նրա ոչինչ չկա։ Այս կյանքի շրջանակում ինչ որ Տերը կտա, թող փառքը լինի իրեն։ Ինչ որ չի տա, նորից փառք իրեն։ Մեր կյանքը իրան է պատկանում։ Փառավորենք Տիրոջը, Տիրոջ հետևից գնալով, այլ ոչ թե նրանով, թե ինչ կտա մեզ Տերը, եթե իրեն հետևենք։ Աստված օրհնի բոլորիդ, աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս իրապես այս գեղեցիկ առիթի համար, այս հնարավորության համար, Տեր, որ քեզ ունենք, Տեր Հիսուս։ Դու ես մեր կյանքի փափագը եւ քեզանով մեր կյանքը իմաստավորվեց։ Քեզանով մեր կյանքը լիարժեք դարձավ։ Օգնի, որ իրապես շնորհակալ լինենք միշտ եւ գոհունակություն հայտնենք, Տեր, որ մեզ ողորմեցիր, գթացիր, մեզ կանչեցիր, Տեր։
Որևիցե բանով ոչ առավել ենք ուրիշներից էլ, ոչ էլ կարող ենք Տեր առավել լինել։ Դու էր, որ նույնիսկ մեր սիրտը բացեցիր, որպեսզի քո գեղեցկությունը տեսնենք ու քեզ հետևենք։ Որտեվ բոլորս էլ մեռած վիճակում էինք, Տեր։ Բոլորս էլ հակառակ էինք քեզ, Տեր։ Բոլորս էլ ապրում էինք մեր մտքի, մեր ցանկությունները կատարելով, Տեր։ Բայց քո մեծ ողորմությունը գտանք, քո մեծ սերը գտանք, Տեր։ Ուստի մեր փափագը դու ես։ Եվ օգնի, որ Տեր Աստված քեզ հետևենք ոչ թե նրա համար, որ կարող է բժշկես, ոչ թե նրա համար, որ կարող է ինչ-որ հաջողություններ ունենանք, ոչ թե նրա համար, որ կորթնես, կլինի տուն, կլինի այլ ինչ-որ մի բաներ, Տեր։ Այլ ուզում ենք հետևենք քեզ, որովհետև դու միակն ես ու անկրկնելին ես, Տեր։ Եվ քեզ նմանը չկա։ Դու ես մեր կյանքի իմաստը, Տեր, ուստի օգնի, որ խոնարհվենք քո կամքի համեմատ եւ այո, այդպես էլ վարվենք։ Երկյուղով հասկանալով, որ հնազանդություն ես պահանջում ու հենց հիմա ես հնազանդություն պահանջում։ Ոչ թե ազատ ժամանակ ունենք, դրա համար ենք ուզում հետևենք, այլ որովհետև մեր ողջ ժամանակը հիմա քեզ է պատկանում, Տեր։ Ուստի մեզ այս մտքով առաջնորդի, որպեսզի մեր փափագը միմիայն դու լինես, որպեսզի գործենք քո անվան ու փառքի համար, որպեսզի որպես քո ծառաներ փափագենք այդ երանելի օրվան, որ հանդիպելու ենք քեզ հետ, Տեր։ Դու մեզ հաստատում պահիր ու մեր միտքը ուղղիր, որ միշտ դեպի քեզ նայենք։ Ոչ աճ, ոչ ձախ, ոչ իրավիճակներ, ոչ էլ այն ինչ որ ունենք կամ նույնիսկ ոչ էլ մեր մարմնի վիճակեն, այլ միմիայն քեզ, մեր Տեր ու Փրկիչ, միակ ու անկրկնելի, փառքերի արժանի Տեր Հիսուս Քրիստոս։ Ամեն։